Երեխան սովորում է այն ինչ տեսնում է։ Որ իմանայի, որ թորնիկն այդքան լավ բան է, միանգամից թորնիկ ունենայի։ Երբեմն երեխային է պիտի թույլ տաս, որ ինքը սխալ անի, որ հասկանա դա ինչ է։ Ես երեխա եմ, ես սխալ եմ արել ու այնքան եմ վախենում պատժվելուց, որ ես ուղղակի չեմ էլ ասի։ Ծնող պատասխանը ոչ միայն երեխայի համար, այլ նաև ապագա հասարակության, թե ինչպեսին կլինի այդ հասարակությունը։ Որն է այն մի բանը, որ ձեր թորնիկին կթողնեք, որ սխալվի դրանով։ Ծնողը չի կարող չանհանգստանալ։ Այո, անդադար անհանգստանալ իր երեխայի համար։ Մենք անպարկեշտ ենք որպես հասարակություն այսօր։ Ընտանիքում սեղանացել է մշակույթը, մենք կորցրել ենք այդ մշակույթը։ Կյանքը բարդացել է Արթուր անչափ։ Եթե ինչ-որ բան ուզում ես փոխես, առաջին հերթին պիտի ինքդ քեզ փոխես։ Անպատվելը պատիվ է, գոռալը պատիվ է, նվաստացնելը մեկ ուրիշին պատիվ է։ Մեկը բան չի փոխվելու։ Նվերներ սիրում եք։ Բա ես ոնց եմ սիրում նվերներ տալ, այն էլ իմաստալից, օգուտով բացառիկ նվերներ։ Մեր ամեն էպիզոդի տակ մեկնաբանություններից մենք ընտրում ենք մեկը, հեղինակին կանչում այստեղ մեր ստուդիա, շփվում, իրար գրկում եւ նվիրում ենք ծնողի դպրոցի հրատարակած մի նոր լավ գիրք, որը պետք է ունենա ամեն հայ ծնող հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ։ Դիտեք եւ լսեք մեր ոդքասթերը մինչեւ վերջ եւ հենց ավարտվի, գրեք հենց այդ պահի ձեր մտքերն ու հույզերը, մենք ամեն գրածը հատ-հատ կարդում ենք եւ ում գրածը մեր սրտին ամենաշատը դիպչի, կընտրենք եւ կհրավիրենք մեզ մոտ նվիրելու այս հրաշալի գիրքը։ Այսօր իմ հյուրն է դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ եւ ինչպես իմ հյուրը ինձ ներկայացավ, երբ զրուցում էինք, ասաց մեկ դստեր հայր, մեկ թորնիկի պապիկ, մեկ փեսայի աներ եւ այդպես շարունակ իմ շատ սիրելի արվեստագետներից Արթուր Կարապետյանը, շնորհակալ եմ, որ եկաք Արթուր ջան։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Քանի որ մեր տաղավարում հաճախ չենք հյուրընկալում տատիկ պապիկների, բայց պահանջը շատ է, վերջերս հարցրել էինք, ում կուզեք հյուրընկալենք, բոլորը գրեին տատիկ պապիկների էլի, ասում են ինչի եք միայն ծնողների կանչում։ Առաջին հարցս փորձեմ հենց թորնիկից տալ, որտեղ վստահ եմ, որ հիանոց եք, խենթանում եք իր համար, այ ինչ ասել է, ինչ տարբերություն երեխայի ու թորնիկի միջև։ Այդ ինչ սիրո տարբերություն է, ինչ է, հանակ կա, չէ, ասում է, որ իմանայի, որ թորնիկն այդքան լավ բան է, միանգամից թորնիկ ունենայի։ Ինչու՞, ինչ սպասենք մեր թորնիկներից կամ մեր նոր կարգավիճակից։ Չգիտեմ, երևի սիրո չափի մասին խոսելը անիմաստ բան է, չես կարող ասել այդ անսահմանությունն էլ ոնց որ կարծես թե սահման ունի, չգիտեմ, ես սիրում եմ ու վերջ։ Իսկ ինչ տարբերություն թորնիկի եւ երեխայի, այոնակ ես ասեմ իմ պրակտիկայից, երեխայով այդքան չես բարձենում, որտեղ համարում ես մի տեսակ անհամեստություն երեխայիդ շատ գովեստի խոսքեր շռայլել ուրիշների մոտ երեխայիդ հասցեին, բայց այոնակ թորնիկի պարագայում դա չի ստացվում։ Թորնիկի պարագայում դու անհամեստանում ես, որովհետև երևի բառերով հնարավոր չի նկարագրել այդ զգացողությունը։ Միգուցե դրա մեջ կա նաև այն, որ տարիներ առաջ երբ քո զավակներն դեռ փոքր դու ինչ որ բան չես հասցրել տալ կամ ասել, ինչ որ խոսքեր կան, որ մնացել են մեջդ, որ կուզենայի իրեն ժամանակ ասած լինել, հիմա այդ ամբողջը կուտակվում է եւ տալիս ես թորնիկիդ։ Երևի թե այս հարցի պատասխանը այսպես ես տամ ձեզ։ Շատ սիրուն էր իրոք իսկապես, շատ եմ ինքս էլ հիմա գիտակցում, ես էլ եմ մոտենում այդ տարիքին, որ անverջ թորնիկ եմ, զգում եմ, որ ես վերջերս թորնիկ եմ ուզում, բայց դեռ մոտ չենք։ Այժմ մոտ ենք, բայց չգիտեմ Աստված ոնց ինչպես կորոշի, եւ զգում եմ, որ երբ ծնող ես, պարտականություններն ու պարտավորություններն այնքան մեծ են ու այն պետքեների շարքը, որ հասցնես նույն երեխային, ինչ որ շատ կարևոր բաներ ինձ թվում է բաց ենք թողում։ Իսկ թորնիկի դեպքում կարելի է թուլանալ, հաճույք ստանալ, երես տալ, Այդ երես տալը, բայց իհարկե ամեն ինչի չափն ունի, բայց չես կարողանում քեզ զսպել։ Երևի պետք էլ չի, չէ՞։ Եթե գիտեմ, որ փոքր է ձեր թորնիկը ու եթե գա այն օրը, որ ինքը հարցնի պապիկ, որտեղից ենք գալիս մենք, ով ենք մենք արմատներով եւ ուր ենք գնում մենք, ինչ կպատասխանեք։ Շատ հետաքրքիր հարցեր, որտեղից են գալիս, եւ ուր են գնալու։ Ուր են գնալու դեռ չգիտեմ, բայց որտեղից են գալու կարող եմ ասել։
Մարդու կյանքում շատ կարևոր բան է ինքնաճանաչումը։ Ինքնաճանաչումը ոչ միայն իր անձի ճանաչումը մասին է խոսքը, նաև իր արմատների, իր գեների։ Համենայնիվ դեռ իմ թորնիկը դեռ շատ փոքր է, բայց գիտեք, մի առիթով ասել եմ, երևի կրկնվեմ, բայց կարծում շատ պատկերավոր օրինակ է, երբ տերևը ծառից պոկվում է, շատ արագ չորանում է եւ անհետանում է, փշրվում անհետանում է, բայց երբ ծառի վրա է, դեռ կանաչ է, դեռ կյանք կա մեջ է, իսկ այդ կյանքը գալիս է արմատներից։ Ոչ թե ճուղքից, ոչ թե բնից, այլ արմատներից։ Դա կարևոր է, որ մեր երեխաները իմանան իրենց պատմությունը, իրենց արմատները, որ իրենք հիմա տեսեք այս հիբրիդային պատերազմի ժամանակաշրջանում մեզ շատ հաճախ փորձում են համոզել, որ մենք թույլ ենք, կարող ենք մենք տկար ենք, կարծես թե այդ ինֆորմացիայով փորձում են մեզ պարալիզացնել, կանգնեցնել մեր միտքը, զարգացման առաջընթացի ճանապարհը փակել, բայց դա այդպես չի։ Մենք շատ հզոր մշակույթ ունենք, շատ հզոր պատմություն ունենք, որտեղ կան շատ լավ երևույթներ, որոնք այսօր պատմության խորքից պետք է բերել հիմա մեր ժամանակները տեղայնացնել եւ օգտագործել։ Ինձ համար ամենակարևորը դա միասնությունն է, ազգային համերաշխությունը, հանդուրժողականությունը, այո, նաեւ ինչու՞ չէ։ Այ մեզ միշտ հաղթել են, երբ որ մեզ բաժանել են։ Այո, հայտնի խոսք։ Մենք հաղթել ենք, երբ որ մենք եղել ենք միասին, միասնական ենք եղել։ Երբ որ միասին ես ոգիդ էլ հզորանում։ Իհարկե։ Այդքան ոգի իրար միավորվի, շատ սիրուն ասացիք։ Ես հիմա գտնվում եմ Spin Production-ում, որը Երևան քաղաքի ամենամեծ ստուդիան է վիդեո կոնտենտ նկարելու համար։ Spin-ը ունի 20-ից ավելի տաղավար եւ հագեցած տեխնիկա ձեր նկարահանումներն իրականացնելու եւ մոնտաժելու համար։ Եվ ինչպես գիտեք, հիմա նաեւ Հայաստանից հնարավոր է մոնետիզացիայով գումար աշխատել։ Ու հենց Spin-ում են այն մասնագետները, YouTube մարքեթինգի եւ պրոդյուսինգի պրոֆեսիոնալները, ովքեր ձեզ օգնելու են այդ հարցում։ Եկեք, տեսեք, ստեղծեք որակյալ կոնտենտ, իսկ մնացածը իրենք կկազմակերպեն։ Ես երևի թե կփորձեմ իմ թորնիկին, երբ որ կհասնի այն տարիքին, երբ որ գիտակից կլինի եւ կհասկանա նման երևույթների մասին, կփորձեմ այդ բոլորի ճանապարհը ցույց տալ։ Ես չեմ կարող 100% ասել որքանով նա կվերցնի դա, բայց ես ամեն ինչ կանեմ դրա համար, որ ինքը ճանաչի իր արմատները, ինքը որտեղից է եկել, թե հետո ուր կգնա, կարծում եմ, որ դարձյալ ես չեմ թելադրելու իրեն, ինքը կգիտակցի, ինքը կհասկանա, որն է ճիշտ ճանապարհը իր համար շարունակելու։ Բայց կհասկանա, եթե կա մի այդպիսի մարդ, ով իրեն կասի ինքը որտեղից է գալիս։ Ես կարող եմ ընդհանրապես օգնել, ինչ-որ ուղենիշ ցույց տալ։ Ելնելով իմ ապրած կյանքից, իմ աշխարհընկալումից, իմ փորձից, ձեր արժեքներից, ձեր համար կարևոր արժեքներից, բայց չէ որ յուրաքանչյուր մարդ նաև ձևավորում է իր անձնականների սեփականը։ Ոչինչ չեմ պարտադրի, ինչպես չեմ պարտադրել իմ դստերը։ Ոչ մի բան երբեք, թե ոնց կսովորես, ինչ գնահատական կստանաս։ Ես անկեղծ խոստովանեմ ձեզ, ես երևի 10 տարի դպրոցում սովորելու ընթացքում երևի մի քանի անգամ եմ, 2-3 անգամ եմ ես ձեռքս վերցրել նրա օրագիրը։ Դա ընդհանրապես մի պարզ պատճառով։ Ինչ կստանաս դու ես։ Կստանաս անբավարար դու ես։ Կստանաս բավարար, եթե քեզ բավարարում է բավարարը դու ես։ Դրանից հետո կա լավը եւ գերազանցը։ Որն ես ուզում դու լինել։ Անբավարար, բավարար, լավ թե գերազանց։ Ինչ տիպիկ են, չէ՞ իրոք բնորոշ։ Դու ինքդ որոշիր։ Ինձ համար միևնույնն է, դու ես ապրելու հետո։ Եվ ի պատիվ իմ դստեր ես ասեմ, որ ինքը հասկացավ եւ
Երբ մի 2-3 անգամ ընդհանրապես ասենք մի օրվա մեջ մի քանի գերազանց էր ստացել, բարձեցավ ինձ մոտ ցույց տվեց, ասացի ապրես։ Այնքան կարևոր է դա իր համար էլի, չէ՞ որ ասացի պապ ես ապրես։ Բայց գերազանց։ երբեք ոչինչ չեմ պարտադրել։ Իհարկե մենք հետևել ենք տիկնոջս հետ, հետևել ենք որպեսզի սխալներ չանի։ Բացառված չի սխալները։ Բոլորս էլ սխալական ենք, բայց գիտեք, երբեմն երեխային նաև պիտի թույլ տաս, որ ինքը սխալ անի։ Ինչու Արթուր։ Որ հասկանա դա ինչ է։ Իր սեփական մաշկի վրա հասկանա սխալի հետևանքները։ Չես կարող դու երբեք չես կարող անդադար հետևել եւ ամեն քայլը նրա սրբագրել, որ սխալ չի Եվ գուցե պետք էլ չի։ Իհարկե պետք չի։ Շատ կարևոր բան է երեխային թողնես, որ ինքը ինքնուրույն զարգանա։ Օրինակ հիմա իմ թորնիկը Վերջերս մեզ մոտ էր մոտ 1 ամիս մնաց մեզ մոտ ակտիվ է։ Այն շրջանն է, որ աշխարհաճանաչողությունը ճանաչում է, էներգիան շատ է, ինչ որ բաների է ձեռքը գցում տանա, ինչ որ իրերի, որոնք չի կարելի, հա, փորձում են բացատրել, որ սա չի կարելի, վնաս կտա քեզ, չի հասկանում, բայց երբ որ ինքն ասենք, չէ ծանր իր վերցնում, այ ծանրը քիչ ամեն շուրգա վրան եւ հասցնվեք պահել, ինքը զգում է, որ սա վտանգ, սրա մեջ վտանգ կա, սա չի կարելի անել։ Մարդը իր կյանքի փորձով պիտի իր համար այդ իր պրակտիկայով պետք է հասկանա, որ նա ճիշտ է, որը սխալ է, որը կարելի է, որը ոչ։ Չես կարող գրել տալ ձեռքը, դեպքում շատ հեշտ կլիներ, այ օրինակ ասենք Աստվածաշունչ, բոլորս գիտենք, բոլորս կարդում ենք, բայց դա չի նշանակում բոլորը այդպես են ապրում, բոլորը պահպանում են 10 պատվիրանները, չէ՞։ Մարդուն պիտի թույլ տաս, որ ինքը ազատ մեծանա։ Իհարկե աչքդ պիտի չհեռացնես։ Կողքը լինելով։ Այո, կողքը լինելով։ Արթուր, իսկ եթե Թեթև ու աննկատ ուղղորդելով։ Եթե սխալվելուց վախենում են, որովհետև գիտեն, որ կպատժվեն, ինչ հետևանքներ դուք պատկերացրեք, ես երեխա եմ, ես սխալ եմ արել ու այնքան եմ վախենում պատժվելուց, որ ես ուղղակի չեմ էլ ասի։ Ես գիտեմ, որ իմ ամեն սխալը կպատժվի, կստանամ նախատիկ, կստանամ գոռոց, կստանամ դու վատն ես, դու էլի։ Ես հասկացա։ Այստեղ շատ կարևոր բան կա։ Շատ առաջին հերթին երեխային պետք է սովորեցնես, որ դու ոչ միայն ունես իրավունքներ, այլ նաև ունես պարտավորություններ։ Այս տարանջատում մարդ պետք է հասկանա, երեխայի մեջ դասերմանը շատ կարևոր է, ի սկզբանե, որովհետև հետո ինքը մտնելու հասարակության մեջ եւ ապրելու է։ Ինքը չի կարող միայն իր իրավունքները առաջ տանելով ապրել, չէ՞։ Ինքը նաև ունի պարտավորություններ։ Բնականաբար լինում է մեր կյանքում պահեր, որ գիտես, բայց անում ես այդ սխալը գործում ես։ Լինում է։ Տարբեր պատճառներով, այո։ Ապահովագրված չենք դրանից, դրա համար կան տարբեր պատճառներ, ճիշտ ասացիք։ Ամեն դեպս ծնողը պատասխանատու է ոչ միայն երեխայի համար, այլ նաև ապագա հասարակության, թե ինչպեսին կլինի այդ հասարակությունը։ Մենք պատասխանատու ենք դրա համար։ Եվ այդ պատասխանատվության գիտակցումը պիտի չկորցնենք մեր մեջ անդադար պիտի լինի։ Այ երբ որ դու քո վրայից վերցնում ես դա այդ պատասխանատվությունը, կարծես թե ներողություն ես համեմատության համար ապագայի սանձերը մի տեսակ թուլանում են եւ ձերը սկսում են վազել ամենը իր ուղղությամբ։ Այստեղ ինչա տեղ ունենում, այստեղ մեր կարգը շուռ է գալիս։ Ուզում եք ձեզ հետ երկար լինենք։ Մի պատասխանեք, գիտենք, որ այո։ Եվ այսուհետ դուք անձամբ կարող եք դրան օգնել միանալով մեր Patreon-ին։ Patreon-ում ընտրում եք ամսական նվիրատվության չափը սկսած $5-ից, իսկ մենք դրա դիմաց ձեր անունը ամեն անգամ շնորհակալությամբ կարդում ենք, հավելյալ նյութեր ենք տեղադրում ձեզ համար, միայն ձեզ համար, ընտիր գրքեր ենք նվիրում, մեր տաղավար ենք հրավիրում այստեղ եւ ուղղակի սկսում ենք ավելի մտերմանալ կամ ընկերություն անել անգամ։ Patreon-ի հղումը կտեսնեք ստորև, QR-ը այստեղ եւ եկեք միասին մեծացնենք Հայաստանի գիտակից եւ դրական ծնողների համայնքը։ Ամբողջությամբ բոլորինս։ Հա, կա այդ մտայնությունը, չէ՞ դե իմ երեխան չի, դե ինքն ուրիշ էր, դե իմը տենց չի անի, դե հարևանինն էր, դե ես ինչ անեմ, բայց գուցե այդպես չի։ Գուցե մենք յուրական այնքան էլ փոքր ենք ախր, այնքան էլ քիչ ենք մնացել ախր, որ
որ ամեն երեխան իմն է։ Ես նայում եմ լուրեր, նույն էս հայտնի դեպքերը, հա, որ երիտասարդ տղան վարել է մեքենան ինչպես ուզել է, նստած մտածեմ, բա ես ինչու՞մ եմ թերացել, հələ չեմ ասում իր ծնողները կամ իր տատն ու պապը, որ կարողացել են այդպես ցախողել, այդ աստիճանի ցախողել, բայց ես ինքս որպես մեկ ուրիշ մեծ, որպես ես հասարակության անդամ, ես անելիք չունեի, որ նման երիտասարդներ ոչ թե չլինեն, այլ այդպիսին չլինեն այդ երիտասարդները։ Երկու ունենք, բոլորս էլ ունենք։ Դա Որն է։ երբ որ մենք տեսնում ենք սխալը եւ չենք փորձում դա կանխել կամ զգուշացնել, Կողքով անցնում ենք անտառ։ կողքով անցնում ենք։ Ես չեմ ասում գնա ականջը բռնի ձգի ականջը, չէ, ասելու 1000 ձև կա։ Այնպես պիտի մարդուն ասես, որ չվիրավորես նաև։ Չվիրավորես, որ ինքը հասկանա, որ ինքը անկալի։ Չընդվզի, չհակառակվի, հակառակ էֆեկտը չստանանք։ Այո։ Հետաքրքիր է, որն է այն մի բանը, որ ձեր թորնիկին կթողնեք, որ սխալվի դրանում։ Չէ՞ որ դուք ամեն ինչ եք պատրաստ հանուն նրա, կփրկեք, կհասնեք, կտակ, կանեք, ամեն ինչ, բայց մի բան, որ դուք գիտակցաբար չեք անի։ Կասեք թող ինքը գնա, իր ոտքն այդ քարին էլ առնի, կամ այդ փորձառությունն էլ ունենա, թող քարին երբեք չառնի, բայց այդ մի բանից իրեն չեն փրկելու։ Երեխային որքան էլ որ ասես կրակ այրելու, մատը ինքը չի հասկանալու։ Ինքը չի ընկալելու։ Միջև մատը մի անգամ չմոտեցնի կրակի։ Հա, բայց պետք է այնքան զգույշ լինես, որ ինքը մատը չմտցնի կրակի մեջ։ Զգավտանգը ժամանակին հետ կանգնի։ Ծնողի օրինակը շատ կարևոր է երեխայի համար։ Երեխան սովորում է այն ինչ տեսնում է։ Նա սովորում է տեսնելով, այո, ոչ թե խոսքերով։ Տնից։ Տունը ամենակարևոր բանն է, ընտանիքը։ Մեր առաջին կետն հետո դպրոցը, դաստիարակության։ Առաջին կետը ընտանիքը, հետո դպրոցը շատ կարևոր է, դպրոցը շատ կարևոր է ուսուցիչը։ Ինձ համար ուսուցիչը ամենահարգելի մարդն է, ամենակարևոր մարդն է, եւ ես իմ կյանքում ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ դպրոցում, որոնք մենք դաս չէին, չէին դասավանդում, դաս չէին կերտում։ Այո, օրինակները կյանքից էին խոսում։ Մի քանիսն էին, մեկը չէր։ Այդ առումով ես շատ նախանձելի ուսուցիչներ եմ ունեցել եւ իմ այսօրվա իմ վիճակի ձևավորողը իրենք են եղել։ Իմ աշխարհընկալման ձևը, կյանքի հանդեպ իմ վերաբերմունքը իրենք են, ուրիշների հանդեպ իրենք են ձևավորել։ Ես իրենցից եմ սովորել։ Ու ես էլ փորձում եմ հիմա երիտասարդների հետ երբ որ արդեն լինում աշխատելու, իդեպ մոտ ժամանակներս շատ այդպես մի կարևոր նախագիծ կա իմ կյանքում, որ արդեն ես 5-րդ տարին է որ պիտի մասնակցեմ, կոչվում է դասարան գումարած դասական։ Հրաշալի նախաձեռնություն է, երբ ամենալավը, որ ես երբևէ հանդիպել եմ իմ պրակտիկայում, երեխաները գալիս են համառային արձակուրդներին թատրոն, 2-3 շաբաթ ուսուցիչների հետ խմբերի են բաժանվում եւ ուսուցիչները ծանոթացնում են թատրոնի ներսից։ Չի տակիր կլինի։ Ֆանտաստիկ նախագիծ է, ֆանտաստիկ։ Ու նաեւ շատ կարեւոր է ինչի համար ապագայում կողմնորոշվելու համար երեխաները կամ ուզում են դերասաններ դառնալ, բայց ինչից նայում են հեռուստատեսությունից սերիալներ, չգիտեմ ինչ որ բաներ հեռախոսի մեջ, ինչ որ բան ուզում են դառնալ դերասան, գայթակղվում են։ Իմես մեր ժամանակի հիվանդությունը կա չէ անընդհատ քեզ ցույց տալու, անընդհատ երևալու, անընդհատ, բայց դու կարող ես նաև դրա շնորհքը չունենալ։ Եվ եթե դու գնաս գործերը 10 թատերական ինստիտուտ 4 տարի սովորել ավարտելուց հետո դու կարող ես կանգնել ողբերգության եզրին, որովհետև դու դրա այդ ունակությունները չունես։ Իսկ դերասանի մասնագիտությունը շատ լուրջ մասնագիտություն է։ Ինձ համար ամենակարևոր բանը, ես ունեցել եմ այս նախորդ տարիների ընթացքում երեխաներ, որոնք ավարտական դասաների 14-ից 18 տարեկան, որոնք շատ էին ուզում, շատ էին տարված էին դերասանի մասնագիտության, բայց հասկացան, որ ոչ, այս գործը իրենցի չի։
Ինչու Արթուր, ինչն է ամենաբարդը դերասանի գործը։ Որտեղ իրենք տեսնում են վերջնական արդյունքը։ Հասկացա։ Հեռախոսի էկրանից, հեռուստացույցի էկրանից, բայց թե ինչպես է արդյունքը ստացվում, Ինչի գնով։ ինչպես է զգալիս հասնում դրան, այդ ճանապարհը չգիտեին, այս նախագծի հիմնական առաքելություններից մեկն էլ նաև դա է, որ երեխաներին այդ ճանապարհը ցույց տալ, որ սա միայն տոնահանդես չի, սա շատ լուրջ տքնաջան աշխատանք է։ Եվ շատերն ասում են չէ։ Շատ լավ էր։ Միտքը ամփոփվեց իրենց մեջ, կարևորը դարձան թատրոն հասկացող մարդ։ Ավելի գրագետ եւ հասկացան, որ այդ մի մասնակցություն։ Թատրոնը հասկացող, երեք շատ կարևոր բան է, որ հանդիսատեսը հասկանում է ինչ բան է թատրոնը։ Այո։ Բայց շատերն էլ կան, որ գնում են։ Շատերն էլ կան, որ եկել էին ու կային, իսկապես կան, ունեցել եմ աշակերտներ, որոնք եկել են ուղղակի հետաքրքրության համար եւ որոշել են։ Եվ հետո իրենց մեջ արտնացել է սեր, ինչպես ես գնացի թատրոն։ Ինձ էլ ընկերս տարավ, Պատանի հանդիսատեսի ստուդիան համոզեց տարավ, ես հրապուրված էի ճշգրիտ առարկաներով, լուրջ մտադրություններ ունեի, բայց ասաց արի գնանք էլ ինչու։ Մտա ու սիրահարվեցի ու փոխվեց իմ ամբողջ կյանքի ընթացքը, գնաց այլ ուղղությամբ ու չեմ փոշմանել, ասեմ ձեզ, իսկապես ես սիրում եմ իմ գործը, շատ եմ սիրում, բայց առաջին հերթին հարգում եմ ես իմ աշխատանքը։ Դերասանի մասնագիտությունը։ Ես բացի Deep Parenting podcast-ի հեղինակն ու վարողը լինելուց, նաև ծնողի դպրոց անունով կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարն եմ։ Ծնողի դպրոց գալիս են այն ծնողները, ովքեր գիտակցում են երեխաների հետ առողջ, վստահելի, արժանապատիվ հարաբերություններ կառուցելու կարևորությունը, ովքեր ուզում են հասկանալ ինչ է սերը երեխայի հանդեպ, հարգելը երեխային, ընդունելը նրան ինչպիսին նա կա, ովքեր հարցեր ունեն, ուղղակի ուզում են գտնել իրենց հարցերի պատասխանները։ Մենք իրականացնում ենք սեմինարներ, դասընթացներ եւ անհատական խորհրդատվություններ Հայաստանի լավագույն մանկական հոգեբանների եւ ծնողավարության խորհրդատուների կողմից։ Եկեք ծնողի դպրոց, գտեք ծնողավարության ձեր խորհրդատուին, սկսեք նորովի գիտակցել ծնող-երեխա կապի կարևորությունը։ Գալով հարցին։ Ինչ մեկ բաններ, որ կթողնեք, որ սխալվի երեխան։ Ոչ թե սխալվի, այլ չեք փրկի իրեն դրանից։ Գիտակցաբար։ Երբ որ երեխան խաղում է, ինչ-որ բան փորձում է սարքել, կամ ասենք երկու իրես դնում, ուզում ես որ ենթադրենք սա վերցնի, բայց ինքը նա է վերցնում։ Դու ուզում ես որ վերցնի սա, բայց ինքը վերցնում է նա։ Դու գիտես որ սա իրեն օգտակար է, բայց ինքը ընտրում է նա։ Մյուսը։ Ես ուսումնասիրում էի թորնիկին։ Ինչու սա։ Շատ ժամանակ պատճառը չի գտնում, բայց զգում եմ, որ սա իրեն ձգում է։ Թող վերցնի այն, ինչ ինքն է ուզում։ Ես դեռ կողքին եմ, ես թույլ չեմ տա, որ ճակատագրական սխալ գործի ինքը, բայց թող ինքը բավարարի իր ցանկությունը։ Ես ասում եմ, որ ինքը ամենակարևոր բանը, որ մարդը ինքնուրույն մտածել կարողանա։ Ճանաչել, վերլուծել։ Ես չեմ կարող միշտ իր կողքին լինել։ Եվ իրեն անդադ ուղղորդել, ինքը պետք է սովորի։ Ինքը պետք է քայլել սովորի, ինքը պետք է մտածել սովորի։ Ինքը պետք է ընտրություն անելու իր իրավունքը ունենա, ես չպիտի բռնանամ։ Ինչպես ես չբռնացա, որ իմ աղջիկը ընտրեց իր մասնագիտությունը։ Ամփոփելով կողքը լինել, չբռնանալ, չճնշել, չպարտադրել, բայց տալ ընտրության բայց հետևել։ Ծնողի ճակատագիրն է միշտ հետևում անկախ ամեն ինչից, երբեմն իմ աղջիկը մեզնից աղջկաս ընտանիքը մեզնից հեռու են ապրում, բայց ամեն անգամ զանգում ենք հասար, տուն հասար գործից հետո, ինչի։ Հետևում եք։ Դու չես կարող դրանից ազատվել, չես կարող, տեսեք, ինչ ես հարցնում, հո բան չի պատահել, ճանապարհին չէ, հո սխալ բան չի եղել, ու ինչ պիտի լինի։ Ընդհանրապես աշխատանքից դուրս է եկել իր մեքենայով կամ չգիտեմ քաղաքային տրանսպորտով հասելատուն ծնողը չի կարող չանհանգստանալ անդադար անհանգստանում իր երեխայի համար բայց նաև պիտի ազատ թողնես պիտի թողնես որ ինքը իր ճանապարհը ինքը պիտի քայլի երբ որ անդադար կողքից ես այսինքն թևերի տակից բռնած քայլ ինքը քայլելն էլ կմոռանա
Ես չեմ կարող Ու երբ որ կգա այն օրը, որ մենք իրենց կողքը չենք լինի, Այո։ այդտեղ մենք Դա կհասկանանք։ անխուսափելի է, մի օր պիտի գա, չէ։ Բնական։ Իրենք պիտի ապրեն։ Մենք պետք է կարողանա այդ ճանապարհ անցնել, քայլել պիտի կարողանա։ Այո։ Ինչի կարիք ունեն այսօրվա երիտասարդները, որ մենք որպես ծնող եւ որպես մեծ պարտավոր ենք իրենց տալ։ Բացի ինքնության ճանաչումից, արմատներից, ազատությունից, այսօրվա մարտահրավերների, անորոշության, մշտական ստրեսի Ես չգիտեմ կոնկրետ ով ինչի կարիք, բայց ես կարիք ունեմ, որ ես կուզեմ, որ մեր հասարակությունը ապագա սերունդը շատ կիրթ մեծանա։ Ինչ եք հասկանում կիրթ։ Լավ սովորի միայն դպրոցում։ Չէ, կրթությունը միայն այդ գիտելիքների pašարը չի, այդ դաստիարակությունն էլ է մտնում դրա մեջ։ Այո, այո։ Կրթվածություն, հասկացություն։ Պարկեշտությունը շատ կարևոր բառ է։ Պարկեշտ լինելը։ Դա գրքերում չես կարդա դրա մասին, դա պիտի նաև քո անձնական օրինակով երեխային ցույց տաս։ Ինչպիսին ես դու։ Անպարկեշտ հասարակությունում ապրել հնարավոր չի։ Իսկ մենք անպարկեշտ ենք որպես հասարակություն այսօր։ Ես ինձ իրավունք չեմ վերապահի նման գնահատական տալ այսօրվա մեր հասարակությանը, բայց տարբեր էլեմենտներ նկատում եմ, որոնք նեգատիվ են մեր հասարակության մեջ։ Դրանք նոր են։ Նոր են, դրանք նոր երևույթներ են, թե միշտ էլ եղել են այդ մարտահրավերները։ Այո, չի ասի որ շատ նոր են։ Այո, ամեն անգամ այդ օրինակը ինձ միշտ որ վերում եմ, ես ուղղակի որ ինձ նյարդայնացնում եմ, ինչպես կարող ես անցնել, ասենք փողոցով, երբ որ շենքերը իրար շատ մոտ են մեքենայիդ մեջ եւ այդ մեքենայի տանիքը քիչ անում օդ թռնի միացրած այդ երաժշտությունից։ Չէ՞ որ դու պատասխանատվություն չունես, դու չես մտածում, որ դու ուրիշին վատություն ես անում։ Երեխան կարող է քնած լինի ինչ որ մեկի, ծեր մարդը հանգստանա, գուցե հիվանդ կա, որ դու դրանով մարդը միայն իրան է տեսնում։ Ու նաև ես մի բան այստեղ էլ մեծ շատ հոգեբանական բան կա, որ մեր ազգի մոտ ժամանակ շատ տարածվեց այդ մուկ ապակիներով մեքենաները, փակում են ապակիները, որ իրենց դրսից չտեսնեն եւ իրենց այդ փոքր տարածքում զգում են թակավոր, չեմ հասկանում։ Այո, շատ լավ նկարագրել։ Չեմ հասկանում։ Այսինքն ես տեսնում եմ, ես փոքրոքի մարդ եմ տեսնում, ինչ ես վախենում, ումից ես վախենում, չէ ինքը ինքը կոմպլեքսներ ունի։ Կոմպլեքսներ այդ երաժշտ ուզում ասի որ բայց իր արժանիքը չափում է երաժշտության բարձրության չափով արհեստականորեն իր հարգը մեծացնում է իր կարծիքով ինքը եւ գիշերը գլուխը բարձին դնելիս մտածում ինչ լավ տղա էի ես արժանամակարգ ինչ արժանամակարգի հետևորդ է ինքը ինչ են իրեն սովորեցրել է ինչ որ խոսեցին քիչ առաջ, ինչ են իրեն սովորեցրել, ինչպես են դաստիարակել։ Հասարակության հանդեպ ապրում են առանց պատասխանատվության զգացողության։ Իրենք ինչ երեխա կմեծացնեն, ախր չէ որ իրենք հայրեր են, մայրեր են։ Ես լավատես եմ, ես վստահ եմ, որ դրանք մեծամասնություն չեն կազմում։ Երբ դիմել հոգեբանի, երբ զգում եք տրամադրության կտրուկ փոփոխություններ, հուզական եք եւ լարված, անհասկանալի անհանգստության զգացումներ եք ունենում, չկա որևէ բան անելու մոտիվացիա եւ ցանկություն, ձեզ չեք սիրում կամ չեք ընդունում այնպեսին ինչպեսին կաք, կամ երբ ձեր գործընկերների, կնոջ կամ ամուսնու, ծնողների, երեխաների հետ հարաբերությունները հարթ չեն, ապա գտեք ձեր հոգեբանին, դիմեք օգնության, դուք արժանի եք ավելի լավ կյանքի, ավելի խաղաղ, հարթ եւ ձեր ուզածով։ Ճանապարհը կարող է հեշտ չլինել, ոչ էլ արագ, բայց այլընտրանքը այն է, ինչ ունեք հիմա։ Libra հոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետներին կարող եք տեսնել librasai.am կայքում։ Նրանք պրոֆեսիոնալներ են, ովքեր ամեն օր օգնում են մեզ նման մարդկանց լինել հոգեպես առողջ եւ ամուր։ Կոնտակտները ստորև։ Իրոք։ Եվ դա շատ վախկոտ են, ասեմ ձեզ, շատ վախկոտ են։ Մի անգամ որ ականջից բռնես, հա, գիտեք ինչից են վախենում։ Եկոտ անգամ կվախենան ամեն։ Գրագետ արձագանքից։ Ես շատ հաճախ վերջերս նկատում, եթե դու կիրթ գրագետ առանց սահմանները խախտելու, բայց տեսածդ արձանագրում ես, օրինակ ինչու այդպես արեցիր։ Կարող եմ խնդրել հենց 3-2 դեպք խցանման մեջ խելագար խենթ մի իրավիճակ քաղաքի կենտրոնում կողքի մեքենայից ծխախոտի այդ հատվածը վերջին գցեց, մոտեցա, ասա տեսա երկու տղամարդ են անկեղծած չեմ սիրում դա անել, բայց ասեցի օրինակ ինչու գցեցիք։
կարող եք մի դատարկ տուփ պահել մեջը մեքենայի, հենց մեջը պահել, հետո թափել։ Ասեց շնորհակալ եմ, այդպես էլ կանեմ։ Ինձ թվում էր, որ հեսա մի ահավոր մի արձագանք եմ ստանալու, արդեն կեսից փոշմանել էի, որ ընդհանրապես ասեցի, բայց Մարդը վերջնականորեն չի փչանում։ հա, այ դրան ես էլ եմ հավատում։ Վերջնականորեն ինքը չի վատը դառնում, ուղղակի պետք է այդ մարդու ձեռքից բռնես եւ ուղղակի այ շատ կիրթ, շատ հանգիստ, կիրտել չասեմ, շատ բարձ, պիտի ասես, որ սա չի կարելի, եղբայր, իսկապես չի կարելի։ Մեր մի ֆիլմաշար ունենք, կոչվում է «Ոտքի կանգնելու կամքը»։ Ֆիլմերից մեկում մենք սկսում ենք կադրը սկսում աղբանոցից։ Ասում եմ դու կապրես այստեղ։ Քո տունը կկառուցես այս աղբանոցի մեջ։ Չէ։ Բայց ինչ ես դու աղբանոց դարձնում։ Քո տունը ընկալում չկա, որ այդ փողոցն իր տունն է։ Արթուր, ընկալում չկա, որ այդ բակն իր տունն է, ինչպես իր տունը դռան հետևը, որը մենք շատ հայերս շատ մաքուր ենք պահում, մեր սեփական դռնից ներս տունը, բայց դուրսը։ Տեսեք, երբ դուրս են գնում, չէ։ Մենք շատ օրինապահ քաղաքացի։ Շատ Պարադոքս է։ Շատ օրինապահ, բայց մենք ներսում ենք չենք ուզում լինել օրինապահ։ Աշխարհում լիքը լավ բան կա, ինչու չենք վերցնում այդ լավ բան ասենք։ Փառք Աստծո, ճանապարհները բաց են, գնում ենք, նայում ենք, լավ բաները բերում ենք, ինչու չենք տեղայնացնում մեզ համար։ Ինչու ենք մեր նեգատիվը լցնում մեր հողի մեջ, ինչու։ Ազատ ենք այստեղ ավելի, չգիտեմ, չենք վախենում, մեր տունն է, ինչ կուզենք կանենք։ Վախ կա, ճիշտ է։ Այնտեղ վախ կա, որտեղ մի քանի եվրո կտու գանեն, իսկ այդ մի քանի եվրոն ինքը շատ դժվարությամբ աշխատելու են պետք է այնտեղ։ Իսկ այստեղ չեն բանանում։ Այստեղ էլ պետք է տու գանել։ Այո, միանշանակ։ Այստեղ է պետք է բարձր երաժշտության համար, երբ որ դու դնում ես գերհզոր, ենթադրենք սառնարանային մի հատ սարք, երբ որ հարևան շենքի տակ բացում ես խանութ կամ չգիտեմ սրճարան ես բացում, դու քո առևտուրը անում գնում ես, իսկ հարևաններիդ պիտի քնեն, ու դու չես մտածում որ գիշերը այդ քարլռության մեջ, այդ քո սառնանի ձայնը, որ դու միացրել ես, ինչ դիսկոմֆորտ կարող է պատճառել քո հարևանին։ Ինքը գիտակցի հենց գան տուգանեն Արթուր։ Անմիջապես կհասկանա։ Տուգանողը չկա։ Իսկ մենք միայն բան անուն ենք անում որպես բողոքող հարևան։ Հա, ճիշտ է, այդ բանը կա բողոքող հարևան։ Դգետ մարդու արտահայտություն, բողոքող չի, սրտացավ մարդը։ Պատասխանատու է։ Իրավունքները պաշտպանող մարդը։ Այո։ Այդ շատ երևույթների հանդեպ մեզ մոտ բաներ մոտեցումներն են փոխվել, դա բերում է այս վիճակին։ Միջերից մեդիա դաշտը շատ կարևոր նշանակություն ունի միանշանակ։ Մեր հասարակության դաստիարակության համար շատ կարևոր։ Այսօր ես ցավով եմ հիմա այս մասին նշում, որ մեր հերոստալիկներից վերացել է հոգևորի մասին հաղորդումները, մշակույթի, իսկ իրական մշակույթի մասին հաղորդումները վերացել են այսօր ինչ որ կարծես կային ու մեկ էլ տարին տարու վրա շատ լավ ձևակերպում կա դրես ֆաստ ֆուդային մշակույթը որ մխրճվեց մեր իրականության մեջ այս սերունդներ մի քանի ես ցավով եմ միշտ ամեն անգամ ասում եմ այս մասին ցավով եմ ես նկատում երեխաները նստած դպրոցից դուրս եկած են դպրոցի դիմաց նստարանին ինչեր են նայում հեռախոսի մեջ ոնց են իրար հետ խոսում շփվում, հրում, անպատվում, դա պատիվ է, անպատվելը պատիվ է, գոռալը պատիվ է, նվաստացնելը մեկ ուրիշին պատիվ է, ես ավելի լավն եմ, եթե ես կարողացա սրան նվաստացնել, իսկ դա գալիս է տնից, ես միևնույն է չեմ հավատում, էլի, հասարակությունից նաև, ես տունը չեմ այդպես մեղադրում, հա, ընտանիքին ու միայն ծնողներին, որովհետև լինում է, որ շատ պարկես, շատ ազնիվ, շատ խաղաղ ծնողներից մի երեխա է, որը գուցե բակի ազդեցության տակ է, գուցե դպրոցի, գուցե ինքնահաստատման կարիք ունի, բայց դա պետք է նկատել։ Բացառությունները միշտ լինում են, իհարկե, լինում են։ Մեր անտարբերությունը, համատարած անտարբերությունը բերում են այն պատողները, ինչ որ մենք այսօր մեր հասարակության մեջ կա։ Համատարած անտարբերությունը, չասեմ վախը։ Վախի գործոնն էլ կա, իհարկե վախենում են խոսեն, այս մեկը մի քիչ ավելի հաստավիզ է, եթե ես ձայնս բարձրացնեմ ու բողոքեմ, հա, կարող է ինձ վնա պատժի, հա։ Միայն դա էլ կա, բայց կա նաև անտարբերությունը։
Ինչի սա պետք։ Մեկա բան չի փոխվելու։ Մեկա բան չի փոխվելու։ Այս միտքը, այս մտայնությունը, որ մեկա բան չի փոխվելու։ Չէ, գոնե դու կփոխվես։ Դու ինքդ։ Ես լուրջ համոզված եմ, որ եթե ինչ-որ բան ուզում ես փոխես, առաջին հերթին պիտի ինքդ քեզ փոխես։ Դու պիտի ունենաս այդ արժեքների կրողը։ Քարոզողը։ Հետո նոր փոխանցես մյուսին, շատ կարևոր բան է։ Դու ինքդ քեզ պիտի փոխես։ Ամեն մեկս որ մեզ մի քիչ փոխենք, մեզ մի քիչ։ Իմջերից ես կանխեմ ձեր հաջորդ հարցը երևի ինքնակրթություն, ինքնադաստիարակությունը։ Շատ կարևոր է, որ երեխային ասես, որ դու գիտես ինչ, ես քեզ կարողացել եմ տալ այսքանը։ Ես իմ զավակին կարողացա տալ իմ հնարավորության սահմաններում սովորեցնել մի քանի լեզուներ, այդ հնարավորությունը ստեղծեցի, որ ինքը սովորի, ունենալ շատ լավ կրթություն, շատ լավ ուսումնական հաստատությունում սովորել, բայց մնացածը ինքը մարդին իր վրա պիտի աշխատի։ Անպայման պիտի աշխատի ինքնազարգացման, դրանից հետո որոշակի բազա ձեռք բերելուց հետո պիտի գնա ինքնազարգացման ընթացքը։ Մարդիկ ասում են, ավարտեցի, վերջ։ Կանգնեցի, կանգ առ, ամեն ինչ գիտեմ։ Հա։ Հիմա կարող եմ, բայց դա այդպես չի եղել այսօր խոսեցինք, վարժ։ Բայց շատ լավ խոսեցինք, անկեղծ խոսեցինք, մի բան, որ ես միշտ ամենաշատն եմ գնահատում։ Մի բան ասեմ, այնքան հեշտ է ասել օրինակ եղեք, օրինակ գիրք կարդացեք, եթե ուզում եք երեխաները գիրք կարդան։ Գadgetների մեջ մի մնացեք ամեն օր, եթե ուզում եք երեխաները չմնան, բայց կյանքը բարդացել է Արթուր անչափ, միտքը, հավեսը, ամեն ինչ կորում է, ամեն ինչ ավազի նման մատների արանքից անհետանում է, ես ինքս հավես ու ռեսուրս ու միտք չունեմ այդ լավը քարոզելու, տեղ հասել, դեռ ինքս ընկճված եմ անչափ, որտեղից մենք մեծերս ծնողներս այդ ռեսուրսը վերցնենք, որ հələ մի բան էլ օրինակ ծառայենք։ Ինչն է ձեզ օգնում չկորցնել այդ աստղը, որի ուղղությամբ գնում եք ու դեռ պիտի տանեք դստերը, թորանը, հարևանի երեխաներին, հասարակությանը։ Իմ օրոսում երբեք պիտի չհոգնես մի տեսակ վերացական եւ ինչ անենք, որ երբեք չհոգնենք։ Դուք սիրում եք ձեր երեխային։ Անչափ։ Ես էլ։ Սիրենք։ Չէ, մեն դա չէ, դա բավարար չի։ Ուզում եք որ ձեր երեխան վաղ ապրի, ձեր թոռը ապրի լավ հասարակության մեջ։ Միայն դրա մասին եմ մտածում։ Որում դուք իրավունք չունեք հոգնելու։ Դուք իրավունք չունեք ձեզ ասելու, որ ես հոգնեցի։ Ես էլ եմ շատ եմ աշխատում, հոգնած գալիս եմ։ Բայց նաև գիշերներին նստում մտածում ինչ-որ բաներ, իմ աշխատանքից զատ նաև ուրիշ գործեր, ինչ-որ բաներ մտածում, ինչ-որ ծրագրեր, նախագծեր, ու ինչպես կարողանամ օգտակար լինել նոր սերնդին, երեխեքին, հիմա մեկ ամսից պիտի սկսվեց նախագիծ, ես արդեն գիշերները քունջ ունեմ։ Ես նստած մտածում եմ, թե ինչ անեմ, ոնց անեմ, այստեղ իմ ջերած մի շատ կարևոր բան էլ կա, ասենք մի 10-15 երեխային ամենակարևոր բանը լինել թիմ, բայց այդ թիմի մեջ չկորցնել քո անհատականությունը։ Այդ շատ կարևոր է։ Չլինել կցորդ։ Ստվերի տակ ինչ-որ մեկի։ Եվ որ դու կցորդ ես վաղ թե ուշ օգնելու ես, ասել ես քո փոխարեն մտածելու են, դու դադարելու ես մտածել։ Բայց ինչն է լավ, այս նախագծի մեջ մենք ես երբեք չգիտեմ ինչ եմ անելու։ Ունեմ ինչ-որ նյութեր դրած, բայց ես պիտի դու ելնեմ մարդուց։ Նայեմ եմ իր ինչ կարող է անել։ Յուրաքանչյուրին պիտի տաս իր այն բեռը, որ ինքը կարողանա կրել, տեղ հասցնել, ավելի ճիշտ էսպես ասեմ։ Ու ինչն է ամեն անգամ ոգևորում, երբ որ մենք այդ պիեսը մենք անվանել ենք տորտ, այն վերջում մենք պիտի ներկայացնենք 15-20 րոպեանոց մի հատված։ Մենք դա անվանել ենք տորտ, այդ տորտը մենք միասին ենք թխում։ Ամենը մի նյութ բերում է, նայում ենք, հարմարացնում ենք, գումարում։ Գիտեք ինչ կարևոր բան է, երբ որ երեխան իր ձեռքով մի բան է ստանում, ասենք, չգիտեմ, օրինակ թորնիկիս այդ բանը ինք սարքում, ինքը թղթերը կտրում էր, ես սոսինձը կսում էր, իր ձեռքով էր կսում ենք, տուն էինք սարքում։ Ու վերջում իր ձեռքով կտրած սոսնձած թղթերով մենք ստացանք տնակ, ու այդ տնակը մինչև հիմա կա։ Մեր տանը դրված է, ու ինքը ամեն անգամ գալիս էր, գիտեք ոնց էր վերաբերվում այդ տնակին։
Կարծես իր Շատ զգուշ։ այո, Շատ իրենն է զգուշ, պատասխանատու ես, որտեղ մասնակցել է։ Այդ շատ կարևոր հոգեբանական բան է։ Շատ իր ձեռքով ստեղծածը պիտի թույլ տաս մարդը ստեղծի։ Այ երեխաներին թույլ ենք տաս, իրենք իրեն ձեռքով են ստեղծում, իրեն ձեռքով են կառուցում պիեսը, հետո միասին Այսինքն այդ նախագծի մեջ տորթը միշտ տարբեր է լինում, ճիշտ եմ հասկանում։ Միշտ։ Ես հիմա, չգիտեմ, ես ինչ-որ նյութեր մտածում եմ, բաներ, բայց մինչև իրեն չտեսնեմ չեմ կարող հասկանալ թե ինչ պիտի անենք։ Շատ գիտեք ոնց են իրենք ոգևորում, գիտեք ոնց են իրենք պաշտպանում իրենց արածը, հետո վերջում ոնց են ներկայացնում իրենց արածն ինչ ոգևորություն է, վերջում իհարկե միշտ արցունքներ են, որովհետև չենք ուզում իրարից բաժանվել։ Հասկանում եք, Այս նախագծի մասին ոնց կարող են իմանալ ծնողները, Արթուր ջան, ես էլ եմ արդեն որպես ծնող մասին Facebook-յան, Instagram էջերում դասարան գումարած դասական ֆանտաստիկ նախագիծ է։ Շատ կարևոր է ստեղծել թիմ, այդ թիմի զգացողությունը, մեկը մյուսին պաշտպանել կարողանալը, մեկը մյուսի մեջ քինթիկունքին կանգնելը, եթե ընկերդ մի բան մոռացավ, անպայման օգնել, որպեսզի չզգացվի։ Որպեսզի ընդհանուր արդյունքը չտուժի։ Ես աշխատում եմ յուրաքանչյուրը ունենա ինքն արտահայտվելու հնարավորություն, այսինքն յուրաքանչյուրը ունենա երևա որպես անհատականություն։ Ու դա երեխաներին շատ ու ես մինչև հիմա ամեն անգամ անկեղծ ասեմ ամեն անգամ նախագծից հետո որոշում հաջորդ տարի չեմ անելու։ Ինչու՞։ Որովհետև շատ եմ սիրում բոլորին, չեմ կարողանում։ Ես մի քիչ իմ բնույթը մի քիչ միասեր եմ ասում, ես սրանց սիրեցի, բայց հետո մյուսներին ոնց եմ սիրել։ Բայց մեր կապը միշտ կա։ Միշտ կա։ Այ դուք այն մարդկանցից մեկն եք Արթուր իրենց համար, որոնցից խոսեցինք սկզբում։ Դուք այն ուսուցիչներից մեկն եք, ով հələ մի կողմ թատրոնը, մի կողմ դերասանական արվեստը դա իրենք կհասկանան, մեջն են, մեջը չեն կորոշեն, բայց դուք այն մարդկանցից եք լինելու, ով ինչ որ մի հետք է թողնելու իրենց մեջ որպես մարդ հետագայում, այնպես որ պիտի խնդրեմ չթողնեք։ Ընդհանրապես երիտասարդների հետ շփումը, այն մարդիկ, ովքեր ասելիք ունեն, այն մարդիկ, ովքեր անելիք ունեն, նախ զգան այդ պատասխանատվությունը, երկրորդ չխորշեն, ոնց ասենք, չհոգնեն եւ երիտասարդների հետ շատ շփվեն։ Ես երկար տարիներ աշխատում եմ եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Պատանի հանդիսատեսի թատրոնում բնականաբար գիտեք ինչ հանդիսատես է գալիս երեխաները մամաները ուղարկում են թատրոն երեխաների գրպանները կոնֆետներ ճռճռան թղթով սնունդ fast food ինչ որ բան գալիս նստում են բացում են ու սկսում են ուտել ներկայացման ժամանակ ես գիտեմ որ իմ երեխաները ովքեր որ ես երկու շաբաթ եղան ես մեր դասընթացների մասնակցեցին երբեք նման բան չեն անի այլևս չեն անի տեսնում եք ձեր դերը ինչ կարևոր է չեն անի որովհետև երբ որ դու ուտում ես այստեղը տանջատվում է շատ կարևոր բան է գոնե ես գիտեմ որ մի քանի հոգու կարողացա ինչ որ բան սովորեցնել Դրա համար էլ պիտի չհանձնվեք վերջ, այս նախագծին վերջ չկա։ Պատանի հանդիսատեսի թատրոնի հետ եք անում։ Չէ, նախագիծը Սունդուկյան թատրոնի բազայի վրա է։ Արդեն 5-րդ տարին է, 5 թե 6-րդ տարին է։ Ես կարծեմ մեկ տարի բաց թողեցի տեխնիկական պատճառներով։ 5-րդ տարին պիտի լինի ինձ համար։ Շատ լավ է։ Այս տարի։ Ամփոփիչ մի հարց էլ տամ։ Եթե ձեր դստերը հիմա ես հարցնեի որն է այն լուսավոր կետը, մի հիշողություն, մի հուշ իր մանկությունից, ինքը ինչ կասի ինձ, ինչ կպատմի։ Չգիտեմ ինքը ինչ կհիշի, բայց ինձ համար երջանկություն էր, որ ինքը մի քիչ մեծացել էր, առօրյան գալիս մեր սենյակի դուռը բացում էր, մենք քնած էինք, Մորն ասում էր, ինչ ես պարկել, դու չգիտես, որ մեր տանը 3 գայլ կա, ասում էր ով, պապին, պապան ու ես, Վերկաց, հասցրու գայլերին, կերակրել, վերկաց կերակրի գայլերին, սոված ժամանակ, չգիտեմ, տպավորվել էր մեջս, ու բայց այն մեջ շատ լավ բան կա, գիտեք ինչու,
ընտանիքով սեղան նստելը։ Օ, շատ լավ բան եք ասում։ Շատ Այնքան կարևոր բան է։ կարիք ունի այսօրվա մեր ընտանիքները, ես դրա կարիքն այնքան ունեմ։ Տեսեք, fast food-ը քանդեց մեր տունը, չէ՞։ Բայց ինչ էր ընտանիքով սեղան նստել, ինչու պիտի մաման վեր կենար, որ պատրաստել։ Դե չէ՞ որ դա էլ է արարողությունը, դա էլ է մշակույթը։ Ընտանիքով սեղան նստելը մշակույթ է, մենք կորցրել ենք այդ մշակույթը։ Երեք երեկոյան հենց ամուսնուս հետ Ցավոք խոսում էինք սրտի։ երեխաների հետ, որ եկեք ուղակի որոշենք, որ սնվում ենք նույն ժամին, գոնե մեկ անգամ օրվա մեջ ու առանց որևէ գաճեթի։ Սնունդը մեզ համար դարձել է գեր, Արագ ուղակի լցնեմ գնամ։ գեր, ընդամենը գեր, բայց չէ դա արարողությունը մի ամբողջ։ Այօնեք շաբաթ կամ կիրակի առավոտյան, երբ որ մայրը սեղանակցում բոլորս ես տեսել եմ դա, իմ մայրն անում էր։ Մենք էլ նստում ենք սեղան, միասին, այդ շատ կարևոր բան ընտանիքի ամրության համար եւ երեխայի դաստիարակության համար։ Երեխան տեսնում ընտանիք։ Շատ հաճելի ավարտ ունեցանք այս սերուցի ու ոչ մի բան պատահական չի, որ ժամանակին նստել են մեծից փոքր սեղանին նույն ժամին ու սպասել են սոված, մինչև բոլորը հավաքվեն։ Իսկ ուտելուց հետո մայրս պատմում է ոնց էր պապը թառը վերցնում, ոնց էր տատը երգում, ոնց էին բարեկամ հարևանները այդ ձայնի վրա գալիս միանում ու դա եղել է նրա առօրյան։ Դե դրանից հետո վեր կաց գնա փողոց ու վատ բաները մարդկանց համար կանես, չես անի։ Որտեվ մտքումդ կլինի տատուտ երաշտությունը, պապուտ խոսքը Մենք շատ པարզ բաներ, մարդկային բաներ կորցրել ենք, ցավոք սրտի։ Իհարկե դեռ ոչ վերջնական։ Կարելի է հետ Հա, բերել ես էլ եմ հավատում, որ մեծ ներուժ ունենք։ Մնում է ասել ձեզ այդ ինֆորմացիոն պատերազմը, որ մեր երիտասարդների հանդեպ վարվում է։ Այստեղ ամբողջ աշխարհում է տենդենս։ Մարդկությունը մեծ քայլերով այ ուրա գնում վերջին ինչ լինելու վախով եմ մտածում դրա մասին։ Բայց ես մեզ եմ հավատում, գիտեք, մեզ հայերիս ու թեկուզ այտենց փոքր ազգերին, որտեղ դեռ ավանդույթներ կան, որտեղ դեռ մեծը հարգի է, որտեղ շատ կարևոր բան է։ Այո։ Ավանդույթները շատ լավ ավանդույթների մասին է խոսքը։ Այդ տեսեք այդ ընտանեկան սեղանանքը սոսինձը։ Բոլորի սոսնձումը իրար։ Բոլորս մեկս մյուսիս մասին մտածելու ենք, չէ՞, մեկս մյուսիս օգնելու ենք։ Դնենք, հավաքենք, հայացքներով հանդիպենք, զրուցենք օրից եւ հաջորդ օրից։ Շնորհակալ եմ Արթուր ջան, անչափ հետաքրքիր զրույցի Ես եմ համար։ շնորհակալ հրավերի համար, որովհետև կային բաներ մեջս կուտակված, որոնք առիթ չէր լինում բարձրաձայնելու դրանց մասին, դուք ինձ հնարավորություն տվեցիք այսօր խոսելու, մի քիչ գուցե ավելի շատ անկեղծանալու, բայց եւի այդպես պետք էր։ Մեզ երիտասարդներ շատ են լսում եւ ես շատ եմ ուզում, որ դա այդպես էլ մնա, որովհետեւ նպատակս հենց այս է զրույցները տեղ Ես հասցնեն։ սիրում եմ մեր երիտասարդներին, ֆանտաստիկ երիտասարդներ ենք, ֆանտաստիկ, ուղղակի մենք մեր մեղքը պետք է իրանց վզին չբարձենք, հասկանում եք, ասելը որ իրենք են անդաստիրակ, չէ, մենք ենք, մեզնից է գալիս, մենք ենք արմատը, Են տերևների։ մենք ենք, այո, այդ տերևների արմատը մենք ենք, մեզնից պետք է սնվեն իրենք, ինչ ենք տալիս, որ ինչ պահանջենք, այ ինչ ոնց ասում, ինչ ցան մեզ անել հնձում ես։ Այսքան այսօր, շնորհակալ եմ նորից։ Ես եմ շնորհակալ։